հաղթանակի օրը։ Որ հաղթանակի։ Հայրենական մեծ պատերազմ։ Շուշի ազատագրումը հաղթանակ չի։ Պարոն փոխնախարար, արդեն անցել է որոշակի ժամանակ, որ այդ Եվրամիության անդամակցության մասին այդ օրենքի նախագիծը ընդունվել է, ինչ է անում Հայաստան այդ ուղղությամբ հիմա անդամակցության։ Օրենքը ընդունվեց, այդ փուլում այս փուլում ենք հիմա, նկատի ունեմ օրենքի ընդունումից հետո գործնական քայլերը այդ ուղղությամբ որոնք են։ Եվրամիության հետ կապերի զարգացման նկատի ունեմ։ Չէ, անդամակցության։ Անդամակցության այդ օրենքը ընդունվեց, դրանից հետո զարգացումներ դեռևս չեն։ Վարչապետը ասում էր, որ պետք է ճանապարհային քարտեզ մշակվի եվրոպական կողմի հետ, որպեսզի հասկանանք ինչ քայլերով ենք առաջ գնալու։ Այս օրենքի համատեքստում էր ասում։ Հիմա այդ ճանապարհային քարտեզը կա արդեն։ Ես տեղյակ չեմ ճիշտ ասած, որտեվ ուրիշ փոխնախարարը համակարգում, կարող եք հարցում ուղարկել, պատասխան կտա։ Պարոն փոխնախարար, խաղաղության պայմանագրի մասին շատ խոսվեց, Նիկոլ Փաշինյանը քանիցս հենց երբ որ համաձայնությունը եղավ, փոխադարձ կետերը համաձայնեցին, մի քանի անգամ այսպես անոնսեց, որ մենք պատրաստ ենք ստորագրել, ամեն անգամ նիստին հայտարարում էր ու դրանից հետո կանգնեցվեց։ Ինչ որ process-ը դանդաղել է, թե կանգնել ընդհանրապես տեղաշարժ կա այս հարցում, թե ոչ։ Նորից կասեք, այս խաղաղության պայմանագրի մասով համաձայնեցվել է։ Համաձայնեցվելուց հետո ասում եմ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարեց, որ մենք պատրաստ ենք ստորագրել։ Ադրբեջանից որևէ արձագանք եղավ, թե չի եղել առհասարակ եւ ինչու չկա։ Պատրաստակամության մասին չի եղել, չէ։ Իսկ ինչն է խանգարում ձեր գնահատմամբ, ինչն է խոչընդոտում, որ Ադրբեջանը եւս պատրաստակամ տարբեր գործոններ կարող են լինել, բայց այս փուլում մենք իրենցից արձագանք չունենք։ Կարող ենք ենթադրել, որ Ադրբեջանը ամեն դեպքում ռազմական էսկալացիայի մտադրություն ունի, հաշվի առնելով նաև վերջին ամիսների պարբերական կրակոցները նրանց կողմից։ Դրան գնահատական դժվար է տալ, իսկ ենթադրել ամեն ինչ կարելի է, ասում եք կարելի է ենթադրել։ Այս պահին մենք այդպիսի ազդակներ չունենք։ Իսկ կրակոցները այդպիսի ազդակներ չեն, էսկալացիայի հիմք նախապատրաստելու անընդհատ իր կողմից նաև ավելի ճիշտ կլինի պաշտպանության նախարարությանը հարցնել։ Դիվանագիտական առումով, չգիտեմ, վերջին շփումները։ Մենք տեսանք, որ օդում կրակոցներ են եղել։ Երեք արդեն նաև թիրախային են եղել։ Տները վնասվել։ Պաշտպանության նախարարությանը հարցրեք, ինչ գնահատական կա։ Հայաստանի կողմից դրանց հստակ արձագանք լինելու է կամ կոշտ արձագանք, որովհետև Ադրբեջանը մեզ կոշտ է միշտ արձագանքում, նաև սադրում է, չարացն է մեր վրա բարդում, իսկ մենք շատ մեղմ իրենց արածների վերաբերյալ։ Մենք շարունակում ենք խաղաղության օրակարգին հավատարիմ լինել եւ շարժվել այդ ուղղությամբ։ Պահանջներ է ներկայացնում, այս պահանջների հետ կապված Հայաստան ունի հստակ դիրքորոշում, որ այն երբևէ չի կարող քննարկվել, մասնավորապես Միջանցքի հետ կապված, ադրբեջանցիների վերադարձ եւ այլն։ Չհասկացա, իսկ Ավելյալ պահանջներ են զուգահեռ դրան այդ բոլոր հարցերին կոնկրետ պատասխաններ են տրվել։ Ես հիմա չեմ պատասխանում, նորից նույն բանը մի քանի անգամ։ Պաշտպանն է մնում եւ ոչինչ չի փոխվում։ Իհարկե։ Այսքան բացառում եք Միջանցքի տրամադրումը։ Իհարկե, քանի անգամ ասել ենք, այսինքն նորից նույն բանը հարցնելու ինչ իմաստ։ Իսկ ճանապարհ զարմանում, որովհետեւ այս իշխանությունը նաեւ ասում էր Արցախը Հայաստանը եւ վերջ, բայց տեսանք ինչ եղավ։ Հիմա ձեր զարմանքը մեր մոտ հարցեր է առաջացնում, որտեղ մենք տեսել ենք ինչ են հայտարարել։ Ես նկատի ունեմ, որ դիրքորոշում հայտնվել է դրա հետ կապված անընդհատ։ Եվ դա փոփոխման ենթակա չէ։ Իսկ որ փոխվի, որովհետև գործընկերս ճիշտ նկատեց, մենք շատ ենք տեսել փոփոխություններ կառավարության, նաև մի վարքյան շրջան կառավարության կողմից չկա դրա հետ։ Իսկ կարող է լինել հետո, որովհետև այս պայն չկա։ Այս պայն Միջանցք չենք տալու, իսկ կարող է վաղը մյուս օրը։ Դուք անընդհատ ենթադրություններից եք հարցնում, այսինքն մենք հիմնվում ենք նախորդ ցավալի փորձի հիման վրա, նախորդ տարիներից։ Այսպիսի բան չկա, այս փաստերից եմ խոսում։ Հասկանալի է, բարձրացված ընթացակարգերով երբ նշվում է, այստեղ այսպես տարակարծություններ է առաջանում, ասում են սա հենց Ադրբեջանի ասածն է, որ անարգել պետք է իրենք այդպես երթևեկեն։ Ինչ կասեք այս առումով, բարձրացված ընթացակարգ։ Դրա վերաբերյալ դիրքորոշումներ եղել են, նորից կրկնեմ, հստակ ասվել է մեր դիրքորոշումը ապաշրջափակման վերաբերյալ։ Պարոն Սաֆարյան, վարչապետի աշխատակազմից մեզ փոխանցել են, որ Ադրբեջանը տեղեկություններ է փոխանցել կրակոցների վերաբերյալ, նույնն էլ Հայաստանն է արել։ Հետաքրքիր է, Ադրբեջանը այսպես կոչված հայկական կողմի կրակոցների վերաբերյալ է տեղեկությունը փոխանցել, թե իր իսկ կողմի կրակոցների վերաբերյալ։ Ես չունեմ դրա վերաբերյալ մանրամասներ այս բանը։ Պարոն փոխնախարար, խաղաղության պայմանագրի ստորագրման համար ըստ էության երկու պահանջից է խոսում Բաքուն,
Մինսկի խմբի լուծարում Մենք եւ պետք է միջոցառման մասնակցենք, մի կարճ բան։ Հնարավոր է Մինսկի խմբի լուծարման շուրջ օրինակ պայմանավորվածություն գալ միջև Մենք պետք է միջոցառման մասնակցենք։